խուճուճ մազերով ու ես արթնանում եմ։ Երազիս մեջ ինձ ես զգում է այդ աղջիկը, ես ոնց բացատրեմ, ես ինձ հայլու մեջ նայում էի, տեսնում եմ, որ սևամորթ աղջիկ եմ sense նստած ու ես ապրում էի իր մեջ։ Ես ապրում էի իր մեջ ու ունեի նույն վստահությունը։ Այն նույն վստահությունը այն ինչ որ ունի մարդ, երբ որ իրան նայում է հայլու մեջ։ Ես արթնացա, ասում եմ, ոնց կարա տենց բանել, ես ինձ այդ աղջիկն էի զգում։ Ոնց որ ես հենց հիմա ինձ նայում եմ հայլու մեջ։ Այս հայլու մեջ որ դու նայում ես, դու չես։ Դու երազի մեջ ոնց կաս։ Երազդ ոնց ես նայում։ Այդ նայող այդ երազի Աստվածն է։ Ու նույնը ինքը նայում հիմա։ Այսինքն սա իրական կյանք չէ։ Միշտեր դու քեզ կարծում ես իրական մարդ, սա քո համար իրական կյանք կլինի։ Իրականում Աստված այն ինչ որ հետևի ֆոնն է, որ մենք Աստված ենք ասում, իրեն ասում ենք որպես ֆոնտ է, այսինքն որ այնտեղից որտեղից ամեն ինչ կյանք է վերցնում։ Ամեն ինչի հիմք Աստված։ Անվանենք Աստված, էներգիա։ Մենք բոլորս այդ մի ընդհանուր էներգիան ենք։ Բոլորս այդ էներգիան բոլորիս մեջ հիմա էլ կա։ Եթե դու աչքիդ փակես, ուղղակի զգաս քո շրջակա միջավայրը, շատ լինես աչքիդ փակ քո շրջակա միջավայրը զգալուն, զգացեք։ Ու դու չհիշես դու ով ես, որ դու սահմաններում ես, որ դու մարմնի մեջ ես։ Ու դու կտեսնես, որ դու ամենտեղ ես, սահման չկա։ Այն ինչ որ լսում ես քո սահմանների մեջ ես լսում, քո մեջ ես լսում, այն ինչ որ տեսնում ես, քո մեջ ես տեսնում, այն ինչ որ դու քո մեջ ես տեսնում, չես կա դու լինես, դու քեզ քո մեջ ես տեսնում, դու մարմինդ այսպես որ նայում ես, քո մեջ ես տեսնում, հայլու մեջ քեզ ընդհանուր ես տեսնում, քո մեջ, հայլու մեջ դու չես։ Ու իսկ ամբողջ կյանք, ամբողջ մարդիկ, ամբողջ կյանքը դու ես, քո հայլինը, Աստված, որ ինքս իրան տեսնի, ստեղծել է ամեն ինչ, որ ինք իրանով խաղա, ուրախանա, զբաղվի։ Հələ որ այսքան ինձ բարձրացել։ Բայց երբ որ դու իրականում Աստծո մեջ ես, այսինքն եթե դու լռում ես, դու արդեն Աստծո մեջ ես։ Եթե դու լռում ես, ներսդ լռում է, լռություն է, ու հանդարտություն է, ու սեր է, դու Աստված ես այդ րոպեին, զգում ես մենակ դա։ Ու դրանց կարևոր բան չկա, դրա համար, եթե կյանքում հանդիպում են դժվարություններ ու պահեր, որ հունից դուրս եմ գալիս, ու ես դեռ հունից դուրս եմ գալիս, ինձ հիշացնում է, որ հանդարտ մնալուց կարևոր բան չկա, Աստծո մեջ մնալուց կարևոր բան չկա։ Ու հիշում եմ, որ սա ամեն ինչ իրականություն չի։ Որ իմ իրականություն երբեք չի մահանա։ Երբեք չի ծնվում, միշտ եղել է ու միշտ կլինի։ Այնպես նաև որպես բոլորն են, բոլորս այդ նույն Աստծո մեջ ենք, ուղղակի մեզ առանձին ենք համարում, որովհետև մեզ ինչ-որ sense մարմին ենք տեսել, մեզ համարում ենք այս մարմինը, կարծում ենք մենք այս մարմինն ենք, մնացածի մարմինները ուրիշ են։ Իրականում նույնիսկ ձեռքը դու չես բարձրացնում, դու ոչինչ չես անում, ես չեմ խոսում, խոսելս այս պահին ինստինկտիվ է կատարվում։ Հասկանում ես։ Իմ խոսելը ինստինկտիվ կատարվում է, ես չգիտեմ ինչ եմ ասելու։ Ես որ խոսում եմ, ես չգիտեմ հաջորդ բառը ինչ եմ ասելու։ Փորձ արա խոսալ դանդաղի, առանց քեզ շարադրելու մտքերդ, ուշադրություն դարձա, ինչ ես ասելու։ Նախորոք անգիր արած բաների մասին չի խոսքը, պլանավորած ինչ ասեմ։ Ուղղակի անմիջական խոսքը։ Ես չեմ մտածում ինչ եմ ասելու հաջորդ վայրկյանում։ Ես չգիտեմ ինչ բառեր եմ արտասանելու հետագայում։
Այն ինչ որ կատարվում է, ինստինկտյան ամեն վարքյան կատարվում է, ուղղակի կատարվում է։ Ու անող չկա։ Ես հետևողն եմ այս ամեն ինչի։ Ես այս ձեռքը որ բարձրանում է, ես դրան զգացողն եմ։ Ես այս ամեն ինչ որ կատարում, ես ամեն ինչը նայողն եմ, լսողն եմ։ Բայց անողը չեմ։ Դու անողը չես։ Դու ոչ մի չես անում, դու ընդհանրապես զգում ես։ Եթե ուզում ես Աստված, եթե ուզում ես բացահայտես Աստծուն, հերիք ընդհանրապես զգալով ապրելը, ուղղակի զգալը, լռության մեջ մնալը, ու հարց տալը, ես ով եմ։ Ես ով եմ, իրականում ես ով եմ։ Ես այն եմ, ինչ որ ինձ ասում են բոլորը, որ դու կաս, ես ով եմ։